Ընդդիմադիրները տարբերություն են նկատել ընտրական օրենսգրքի նախագծի, կառավարության էջում հրապարակված տարբերակի և Վենետիկի հանձնաժողովին ուղարկված անգլերեն տարբերակի միջև։ Փաստաթղթերում մասնավորապես տարբեր է ձևակերպված խնդրահարույց դրույթը կոալիցիա ձևավորելու վերաբերյալ։ Հայերենում հստակ է խորհրդարան անցած առավելագույնը 3 ուժ կարող են կոալիցիա կազմել, իսկ եվրոպացի փորձագետներին ուղարկված տարբերակում այդպիսի սահմանափակում չկա։ Ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանը կասկածում է, թե սա զուտ վրիպակ է։ Ես չեմ կարծում, որ կարող է նման հարցի շուրջ վրիպակ լինել, ընդհակառակը ես գտնում եմ, որ այստեղ ուղղակի դիտավորություն է, որ դիտավորյալ է ուղարկվել, որպեսզի Վենետիկի հանձնաժողովը այդ մասով առարկություններ չունենա։ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս վստահ չէ, թե թարգմանիչները սխալմամբ են անգլերեն տեքստում հոդվածն այլ կերպ շարադրել։ Ես չեմ կարող վստահաբար ասել, սա ժուլիկություն է, թե իսկապես սխալվել են թարգմանիչները, բայց ես խոսել եմ միջազգային հանրության ներկայացուցիչների հետ այս հարցի շուրջ եւ շատ բացասական վերաբերմունք կա այդ սահմանափակմանը։ Նախագծի մշակմանը մասնակցած Դավիթ Հարությունյանը ցրում է կասկածները։ Պնդում է, Վենետիկ ուղարկված տարբերակում վրիպակ է եղել։ Կոալիցիա կազմելիս ուժի մեջ է մնում իրենց առաջարկած սահմանափակումը, որով մեծամասնություն կարող են կազմել 3-ից ոչ ավելի կուսակցություն։ Նկատել ենք այդ վրիպակը, կուղենք։ Վրիպակ է, որ ընդդիմադիրները կասկածում են, որ գուցե Գիտեք, նման թարգմանչական վրիպակները շատ լուրջ քաղաքական հետևանքներ են ունեցել։ Օրինակի համար, երբ որ սահմանությունն էին ներկայացրել, իրենք այնպես էին թարգմանել, որ ստացվում էր, որ ոչ թե ազգային ժողովի նախագահն է վարչապետ առաջարկում, այլ նախագահը։ Իրականում խորամանկություն էր, Եվրոպայի պրակտիկայում այդպես բան չկար, որ ազգային ժողովի նախագահը ներկայացնի վարչապետի թեկնածուն։ Ազատությանը տված հարցազրույցում արդարադատության նախարար Արփին Հովհաննիսյանը երեկ պնդեց, թե միջազգային պրակտիկան հաշվի առնելով են սահմանափակել այն կուսակցությունների թիվը, որոնք կարող են միավորվել եւ կոալիցիա ստեղծել։ Փորձագետ Համազասպ Դանիելյանը մինչդեռ պնդում է, միջազգային պրակտիկայում նման սահմանափակում հազվադեպ է հանդիպում։ Արհեստական սահմանափակում դնել, առավելագույն թիվ սահմանել, թե քանի կուսակցություն պետք է կարողանա կոալիցիա կազմակերպել, բավական տարօրինակ եւ անծանոթ երևույթ է, շատ քիչ հանդիպում։ Բելգիայում 6 ուժ միայն կոալիցիայում են։ Իսրայելում 1 տասնյակից ավել որպես կանոն, 1 տասնյակից ավել կուսակցություններ հայտնում են Քնեսետում եւ կոալիցիաները բաղկացած են 4, 5, 6 կուսակցություններից։ Բացի այդ, փորձագետի կարծիքով կարող են ստեղծվել իրավիճակներ, երբ անհրաժեշտ է ողջ քաղաքական համակարգի միախմբումը մեկ կոալիցիայում։ Օրինակ վերջերս Նեպալում տեղի ունեցած երկրաշարժից հետո ընդդիմությունը եւ իշխանությունը միացան կոալիցիա կազմեցին պատերազմական իրավիճակներում։ Պատկերացրեք իրավիճակ, որ Հայաստանը վերսկսում է ակտիվ պատերազմական գործողություններ կամ դրդում են Հայաստանին։ Եվ անհրաժեշտություն կա, որ քաղաքական դաշտի ամբողջ ներկայապնակը համախմբվի արտաքին վտանգի դեմ կամ տնտեսական ճգնաժամի հետևանքով կամ ավելի ներկայացական կառավարում ապահովելու համար։